Այսօր ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է, ցեղասպանություն, որին զոհ գնացին 1.5 միլիոն մարդ։ Մարդ, որ հավատացին խաղաղության օրակարգին։ Խաղաղության օրակարգ, որը առաջ բերվեց հատուկ վարժեցված մարդկանց կողմից։ Եվ ըստ այդ մարդկանց թուրքերը էլ առաջվանը չեն, թուրքերը դարձել են դեմոկրատ եւ թուրքերի հետ մենք պետք է եղբայրություն անենք։ Իսկ այն մարդիկ, ովքեր չհավատացին, զինվեցին, մարզվեցին, որի արդյունքում կարողացան մարտերով նահանջել Արևելյան Հայաստան, իրենց հետ բերելով հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց, խաղաղ բնակիչների։ Եվ ես ասում եմ, որ պատմությունը կրկնվում է, շատերը չեն հավատում դրան, մեղմ ասած։ Այսօր էլ է խաղաղության օրակարգ բերվել, ձեզ համոզում եմ, որ թուրքը լավն է եւ մենք խաղաղության ենք ձգտում։ Դե ինք, դա է ձեր ընդունած ձևակերպումը, ես եւ իմ նման տղեկը բալուս ցավը տանեմ։ Դա է ձեր ընտրած ճանապարհը, իսկ ես եւ իմ նման տղաները պատրաստում ենք, որպեսզի չցեղասպանվենք, մարզում ենք, որպեսզի կարողանանք հակահարված տալ թշնամուն։ Մոտ 5 տարի է ես չեմ այցելում ցեղասպանության զոհերի հուշարձան։ Այդ օրը եւ ոչ միայն այդ օրը ես մարզում եմ։ Մարզում եմ, որովհետև այդ մարզման արդյունքում մարտական գործողությունների ժամանակ կարողանամ ավելի շատ վնաս հասցնել թշնամուն։ Ինչ մնում է դրոշ վառելու։ Կան պետություններ, որոնք պետական մակարդակով չեն ընդունում Հայաստանի Հանրապետությունը։ Ավելին, նրանք ցանկանում են ոչնչացնել թե մեր պետությունը, թե մեր ազգը։ Իսկ մենք ինչպես պետք է վարվենք այդ պետության հետ, այդ ազգի հետ, նույնը ցանկանալով, նույն վերաբերմունքը արտահայտելով։ Դրոշ վառելը ունի իր խորհուրդը։ Ցույց տալ սերունդներին, որ մենք պահանջատեր ենք։ Մեր ընկերներից մեկը ասում է, որ դրոշի տեղը գյուղ վառեք։ Գյուղ էլ ենք վառել։ Թշնամի էլ ենք վառել։ Դրոշ էլ ենք վառել։ Ինչպես ասում է, վառել ենք, վառում ենք ու պետք է վառենք։
Վազգեն Սարգսյանին հարցրեցին, ասին, ձեզ ագրեսոր են ասում։ Վազգենն ասավ ավելի լավ է, ես ագրեսոր լինեմ, քան թե ցեղասպանվողի խառանը միշտ մնա իմ վրա։ Այո, դա մեր պատմության ամոթալի էջերից էր, որի ժամանակ մենք ցույց տվեցինք, որ ի վիճակի չենք պաշտպանվելու։ Լավ եղեք, համբերատար եղեք, Աստված ձեզ օգնական ու խաղաղություն բոլորիդ։ Բատը գիտեք որն է, որ մարդիկ հավաքվել են գնացել են Արցախի նախագահից, ինչ-որ փողեր են ուզում, ինչ-որ թալան են ուզում վերադարձնեն։ Հայրենիք չեն ուզում վերադարձնեն, չեն ուզում գնան իրանց հայրենիք ազատագրեն, այլ ինչ-որ փողեր են ուզում վերադարձնեն, ինչ-որ թալան են ուզում վերադարձնեն։ Հողի համար կռիվ չեն ուզում անեն, բայց փողի համար իրար փորեն թափեն։ Այ վատ է դա, մեղմ ասած։ Ու այն մարդը, որ $120,000 փողա վերկարելու չի տվել, այդ մարդը գնացել է թալան ուզում վերադարձնի։ Իրանից փող ուզող չկա, բայց ինքը գնացել է փողա ուզում վերադարձնի։ Դարպասներ են ջարդում։ Ուստեղ են ասում, էլ յարա ջարդող եք, ընդիկը ջարդ էի կարա։ Ես էլ ասում եմ վերադառնալու են կարա։ Լավ եղեք, առողջ եղեք։ Իմ իրավասության շրջանակներում չի, եւ ես դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, եւ չեմ էլ տեսել այդ իրավիճակը։ Բայց զուտ անհարմար չի, երբ որ դուք ձեզ համար այստեղ ազատ շրջում եք, իսկ քաղաքացիները այնտեղ։ Ես այդ հարցերով չեմ զբաղվում եւ կարծում եմ տեղին չի ինձ այդ տեսակի հարցեր։ Իսկ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ ինչ կարող եք ասել, նաեւ դատապարտյալների նկատմամբ այդ վենդետաները վերաբերմունքը։ Դե արդեն ձեր հարցի մեջ որոշակի իրավապաշտպաններն են այդպես ահազանգում, դրա համար մեջ են բերում։ ցանկացած գործի վերաբերյալ իրականացվում է քննություն, քննության արդյունքներով կպարզվի իրականությունը։ Ձեզ համար պարզ է, թե ինչպես է տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը եւ ովքեր են մեղավոր, եւ արդյոք կիսում եք Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին եւ այդ հարցը ինչպես է հայտնվել օրակարգ։ Այդ հարցը եւս ինձ վերաբերելի չի, եթե ունեք Դուք անձնական կարծիքներ չունեք, սեփական միտք, անձնական կարծիք որպես անձ չեք մոտեցել, մոտեցել ենք որպես անձ պետական պաշտոնյա։ Որպես պետական պաշտոնյա եք մոտեցել եւ խնդրում եմ Գործընկերուհիս ուղղակի ուզում է ասել ձեզ համար ցեղասպանության հետ կապված ամեն ինչ ընկալելի է, անհրաժեշտություն չկա, որ ձեզ անուն ազգանունով այսպես բերեն ապացուցեն։ Նորից ես նույն պատասխանը կտամ, խնդրում եմ ինձ վերաբերելի հարցը։ Դուք կարծիք չունեք Ձեռնարկաբերդի հուշահամալիրում եւ սա նաեւ ուղերձ է, որը տեսնում են նաեւ թուրքերը։ Կարող են սա որպես սադրանք ընկալել, որ Հայաստանի պաշտոնատարանցին գտնվում են։ Քաղաքական անձ չեմ, ես պետական պաշտոնյա եմ եւ ղեկավարում եմ քրեակատարական ծառայությունը։ Քաղաքական բնույթի, դիվանագիտական բնույթի հարցեր խնդրում եմ ինձ։ Այսինքն ձևի համար չեք այստեղ, շատ ուղիղ հարցն եմ։ Եթե ձեզ համար ամեն ինչ ընկալելի է, ապա պարզապես ձևի համար այստեղ չեք, բայց եթե ձեզ համար հարցեր կան, մարդկանց մոտ կարող է լինել ընկալում, որ ձևի համար եք այստեղ։ Որ մարդկանց մոտ ընկալում կարող է